Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ, որ խոսեք այն մասով, որ հայտարարվել է, որ ձեր նկատմամբ պահանջները կասեցվել են, հա? Կամ կասեցվել չէ, սառեցվել են։ Հիմա ում նկատմամբ ինչն է սառեցվել, ով կմոտենա ասի, սառեցվել են արդյոք ինչ-որ պահանջներ ձեր նկատմամբ չեն սառեցվել եւ անձամբ ակնկալիք ունեմ, որ անձամբ դուք կխոսեք ձեր տպավորությունների մասին, ինչի համար ենք եկել ստեղ այդ հայտարարությունների հետ հաշտ ենք արդյոք, անհաշտ ենք, սպասումներ ունենք, թե բողոքով ենք եկել այստեղ, ով կմոտենա որ խոսի, մոտեցեք։ Ես անցած անգամ ասեցի, որ կառույցը դատարկ կառույց է, եթե մի կառույցի դիմաց հավաքվում են բազմաթիվ մարդիկ այս խնդիրներով նմանատիպ ու արդեն տարիներ շարունակ ու այդ մարդկանց ուշադրություն չեն դարձնում, մեծ հսկայական կառույցից ինչ-որ մեկը չի իջնում, ասի բարև ձեզ, դուք ինչ խնդրով եք այստեղ հավաքվում, ուրեմն կառույցը դատարկ է։ Կխնդրեմ կառավարությանն էլ օրակարգում քննարկվող հարցերին մի հարց քննարկվի այս մասին, պետությունում ինչա կատարվում։ Մեր պետության ղեկավարը չեմ կարծում, որ չի տեսնում այս ամեն ինչը։ Լավ կլինի օրակարգում մի հարց բարձրացվի, այս մարդիկ մարզերից հասնում են այստեղ։ Մեկ հարց քննարկվի, այս մարդկանց լուծումները տալացվի, այս ինչքան պետք է շարունակվի։ Մեր վարկերը մենք չենք վերցրել, մեր անով ձևակերպված վարկերը ապօրինի են, կխնդրեմ ուշադրություն դարձնեն պատկան մարմիններին։ Այստեղ մի ամսվա, երկու ամսվա գործեր չի, տարիներ շարունակ այս մարդկանց գործերը քննվում է ու լուծում չի տրվում։ Ոչ մի վարկ չի սառացվել հասկացողություն չկա։ Պետք է կասեցվի այն վարկերը, որոնք մենք չենք վերցրել, ապօրինի ձևակերպված վարկերը, ու դա արվի թղթով, ոչ թե օդի մեջ ինչ-որ բան ասելով։ Բանավոր խոսքը դա խոսք չի, բանավոր ամեն մարդ կարա բամբաստան քանի, պատերի տակ այստեղ այնտեղ խոսի։ Գրավոր, երբ որ կներկայացնեն, որ ձեր ապօրինի ձևակերպված վարկերը չեղյալ ենք համարում, նոր է դա կլինի խոսք։ Նոր կհավատանք, որ ինչ-որ մի բան արվում է մեր համար, առայժմ ոչ մի բան չի արվել։ Ոչ գրավոր, ոչ բանավոր։ Կենտրոնական բանկի նախագահի կողմից արված հայտարարությունից հետո բանկի կողմից ձեզ հետ կապ հաստատել են կամ կապ չի հաստատել։ Ոչ։ Տեղակայել եք, որ կենտրոնական բանկի ղեկավարը նման հայտարարություն։ Իրենք բանկը իրենք են պետքա իրենք զանգեն մեզ, տեղեկացնեն, հանդիպում պահանջեն, որ նման բան է տեղի ունեցել, մեր մասին մտածելով, ժողովրդի մասին մտածելով։ Ոչ մի առաջարկ չի եղել, ոչ բանավոր, ոչ գրավոր։ Հայտարարությունից հետո կենտրոնական բանկի ղեկավարի հայտարարությունից հետո ոչ մի քայլ առաջ չի գնացել գործը։ Առաջ գնացած լիներ, այստեղ չենք լինի նորից։